Տեսնենք այսօր կարտերը մեզ ինչ ցույց կտան։ Հետաքրքիր է, չէ, ինձ էլ հետաքրքիր, ես թեմա չեմ ընտրում, բայց կարտերն ուղղակի իրենք խոսում են, իրենք պատմում են։ Երևի ինչ-որ մեկի համար կարևոր է լսել, բոլորի համար չի կարող ամեն օրվա թեման հետաքրքիր լինել, որտեղ ես ընդհանուր բոլորի համար եմ նայում։ Բայց հələ որ նրանք ովքեր մի քանի վիդեո գոնե դիտել են, այնպիսի թեմաներ չեն, էլի ֆանտաստիկ, որ ասեն մեր իրականությունից հեռու են, չէ, այդպես էլ չի։ Իրականում բոլորին չվերաբերի, որոշ մարդկանց կվերաբերի, մեր առօրյա, ամենօրյա իրողություններն են։ Տեսնենք, ինչ է կատարվում մեր շուրջը մեզ հետ։ Տեսակ ես անգամ կարծես ֆինանսական հարցերի հետ են կապված, ֆինանսական հարցեր եմ տեսնում բավականին։ Այն առաջին կարտը, որ տեսնում եմ, երկուսն է պենտակլի։ Երկուսը նշանակում է, որ դուք կարողանում եք վաստակել այնքան, ինչքան ձեզ անհրաժեշտ է, որը ձեզ բավարարում է ձեր առօրյա ծախսերը հոգալու համար, այսինքն կշեռքի պես այսպես բալանսի մեջ եք ամեն ինչ պահում, բայց դուք, այսպես ասեմ, կարող եմ ասել, ծայրը ծայրին հասցնում եք, այո, բայց ինչքան էլ որ եկամուտ գալիս է, ձեր ծախսերը բավականացնում է, բայց չեմ կարող ասել, որ կարողանում եք գնալ, ճամփորդել, լավ ժամանակ անցկացնել, չէ, սա ուղղակի ծայրը ծայրին հասցնելու, բայց գոնե կարողանում եք բալանսի մեջ պահել ամեն ինչ, ձեր ծախսերը, ձեր գումարները, որ գալիս են, բայց շատ եք աշխատում, ինչ-որ մեկը բավականին շատ է աշխատում, այսինքն ես, որ ծայրը ծայրին հասցնում եք, բավականին մեծ դժվարությամբ, սա հեշտ չի գալիս գումարը, բավականին, տեսնում եք, 10-ն է սա, 10-ն է ջահերի, մարդը բավականին դժվարությամբ է աշխատում, ճգնաժամ, ներողություն, ճգնաժամը ճիշտ բառ չէր, այսինքն, ինչպես կարող եմ ասել ավելի, տքնաջան, բառը կտա, կտա բառը, տքնաջան պետք է ասեի, բավականին բարդ աշխատում է մարդը, Eight of Pentacles, տեսնենք ուրիշ ինչ կարտեր կան, կարողանա հասկանամ, թե 8-ը ինչ է ուզում ասել, ինչ է նշանակում, ես կարծում եմ, որ ավելի շատ սովոր եք եղել, որ ավելի շատ գումար է եկել և անընդհատ գումարը շրջանառության մեջ է եղել, այսինքն անընդհատ գումար եկել է, միայն ինձ թվում է միայն դուք չեք եղել տանը երևի աշխատող, ձեզ էլի օգնել են, ուղղակի հիմա մնացել եք մենակ, դրա համար հազիվ եք ծայրին հասցնում և ամբողջ հոգսը մնացել է ձեր վրա, որտեղ բավականին շատ ավելի գումար է եղել, ավելի հանգիստ եք եղել ֆինանսական առումով, այո, անդադար այսպես գումարի հոսք եղել է, ուրեմն աշխատավարձ է եղել, կայուն գումար է եկել տուն, իսկ հիմա տեսնում եմ, չէ, հիմա տեսնում եմ հիասթափություն, միգուցե լավ աշխատանք կորցրել եք, հիմա ավելի դժվարագույն ժամանակահատված է ձեզ համար, ինչ-որ խնդիրներ ունեք, կարող է, 5 բաժակների, տեսնում եք, ահագին, ինչ-որ փորձեր եք արել, տարբեր աշխատանքներ անել, տարբեր գործեր անել և չի ստացվել, փորձ ձեռք բերել եք, 2 բաժակը կանգնած, ինչ-որ դասեր առել եք, ինչ-որ բան սովորել եք, դե ամեն փորձ չէ, ամեն աշխատանք, որ արել եք, նույնիսկ եթե ձերուծած հաջողություններին չեք հասել, բայց փորձ եք ձեռք բերել, ինչ-որ նոր գիտելիքներ, նոր մի բան եք սովորել, բայց դա ձեզ առանձնապես մեծ հաջողության չի հասցրել, որտեղ դուք այսօրվա դրությամբ շատ նեղված հիասթափված եք, այսքան աշխատում եք, գումարը գալիս էր, հիմա էլ չի գալիս, մի տեսակ դուք անելանելի վիճակում եք երևում, համենայն դեպս այս դրությամբ, այսօրվա դրությամբ, այս պահին, մի տեսակ հուսահատ վիճակում եք երևում, ես այստեղ տեսնում եմ թագավորին, ջահերի թագավորին, եթե այս գումարները եկել են իր միջոցով,
ինքն է աշխատել, հիմա ինքը տնից գնացել է եւ հոգսը մնացել է միայն կնոջ վրա։ Տղամարդը օգնել է, իսկ հիմա ինքը մի տեսակ ավելի երևի կյանքի հաճույքներին է տրվել, որտեղ սա բավականին կրկոտ, բավականին տաքարյուն տղամարդ է երևում։ Կարող եմ այդպես ասել։ Եվ այստեղ տեսնում եմ հաջորդ կարտը 6-ը, այո, սա երևի թե ամուսնալուծություն կարող է լինել, ամուսինը թողել գնացել է տնից, հարաբերություններ են եղել, բավականին, սա նոստալգիայի կարտն է, այսինքն ձեր հիասթափությունը գալիս է, այո, ես տեսնում եմ արդեն պատմությունը այդպես եմ տեսնում, տղամարդը եղել նորմալ մարդկային հարաբերություններ են եղել, ընտանիք է եղել ըստ երևույթին, տղամարդը թողել հեռացել է իր հաճույքների հետևից, կինը մնացել է մենակ եւ հիմա մենակ, այսպես հիասթափված, այսպես դժվարությամբ աշխատելով հազիվ կարողանում է ծայրը ծայրին հասցնել։ Չնայած որ սովորեր ավելի երևի թե շատ ֆինանսների։ Ես ստվերում տեսնում եմ 3-ն եմ տեսնում ջահերի։ Սա նշանակում է, որ դուք պետք է ընտրեք նոր ճանապարհ։ Այսպես շարունակվել չի կարող, հազիվ ծայրը ծայրին հասցնելով, նստելով, ասենք, չգիտեմ, տխրելով, ճանապարհին նայելով, ես չգիտեմ, միգուցե ինչ-որ ժամանակ, միգուցե հիմա է, որ սպասում եք, որ հույսով, միգուցե եւ կվերադառնա, կարող է ամուսնալուծություն դեռ չի եղել, պարզապես հեռացել է, դուք էլ մտածում եք, միգուցե կգա, միգուցե կվերադառնա։ Եթե այս կարտը վերաբերում է տղամարդուն, նա գնացել է ընտրությունը կատարել ու գնացել է, ես չեմ կարծում, որ նա վերադառնալու է։ Բայց ավելի շատ կուզեմ սա վերագրել կնոջը։ Գնացել է Աստված իր հետ, պետք է կարողանաք ձեզ հավաքել եւ նայել առաջ եւ հիմա դուք պետք է ընտրեք ձեր ճանապարհը։ Նոր ուղի կյանքում։ Պետք է ապրել առանց նրա, պետք է ինքներդ ձեր ճանապարհը ընտրեք եւ գնաք դեպի նոր կյանք։ Այդպես է, մի բան վերջանում է, մի պատմություն, պետք է սկսի նորը։ Դուք պետք է ընտրեք ձեր ճանապարհը, ինքը իրեն ընտրել է, հիմա դուք պետք է ձեր ընտրեք։ Ես այստեղ տեսնում եմ ուժեղ կին, ես ձեզ թույլ չեմ տեսնում, ուղղակի այս պահին ձեզ այս հարվածել է, տղամարդը հեռացել է եւ դուք տխուր եք։ Նույնիսկ ուժեղ կինն էլ կարող է կոտրվել, կարող է հուսալքվել։ Նա դրանից չի թուլանում, ուղղակի կարող է ունենալ թուլության պահեր։ Ես այստեղ միամիտ տեսեք կարտը դուրս եկավ, արդարադատության կարտն է։ Գիտեք, ես կարմային հավատում եմ ճիշտն ասած։ Ով ինչ անում է, հետո իր գլխին է գալու։ Հավատացեք, այսօր նա ձեզ լքել է, վաղը իրեն էլ կլքեն, վաղը չլինի, երբ էլ որ լինի, ինքը իր դատաստանը կստանա, այսինքն ինչի որ արժանի է, այն էլ կստանա։ Ես չհանեցի կարտը, դա իմ դատողությունը չէր, կարտը ինքնին դուրս եկավ։ Ես փորձեմ ամփոփել, տեսնեմ կարող եմ էլ ինչ-որ մի բան տեսնել։ Ինչ-որ հուսադրիչ մի բան։ Տխուր իրավիճակ է, նաև շատ ծանոթ երևի թե։ Գիտեք, մյուս կողմից եթե ասեմ, անկեղծ լինեմ, անկեղծ ասեմ, ես այստեղ սիրո պատմություն չեմ տեսնում։ Այդ ամենահետաքրքիրն է։ Ես այստեղ տեսնում եմ ավելի հարմարավետ կյանք, ոչ թե հարմարավետություն։ Ես սիրում եմ լինել արդար, արդարադատության կարտն էլ մեզ դուրս է եկել, հա։ Եվ հանուն արդարության կարող եմ ասել, կինը, որն այսօր շատ տխուր է, հիասթափված է, ես քանի որ պատմությանը տեղյակ չեմ եւ սա կոնկրետ մարդկանց մասին չի, ես մանրամասները չգիտեմ, ինձ թվում է ավելի շատ կինը սովորել է հարմարավետ կյանքին, ամուսինը հեռացել է, հարմարավետությունը կորցրել է եւ ավելի շատ դրա համար է տխուր։ Ինքը ավելի տխուր է, որ իր հարմարավետ կյանքը կորցրել է, քան թե տղամարդու այստեղ սեր չեմ տեսնում։ Ես չեմ կարող ասել, որ կինը սիրտը կոտրվել է, որտեվ սիրում էր, սիրած տղամարդուն կորցրել է, անկեղծորեն եմ ասում, ես այստեղ միայն տեսնում եմ ֆինանսներ, տեսնում եմ հարմարավետ կյանք,
Թող ներող լինեն ինձ կանայք, նաև այդպես լինում է, երբ որ կանայք մի քիչ շատ են ինչ-որ հարմարվում կյանքին, հա, տղամարդն էլ աշխատում է, որտեղ կարող է սա նաև աշխատող տղամարդը լինել։ Աշխատելը դες համար հարմարավետ կյանք, բայց միգուցե առանձնապես չեք գնահատել եւ մարդը թողել հեռացել է։ Երկու տարբերակն էլ կարող է լինել։ Տղամարդ ուղղակի թողել հեռացել է, որտեղ հասկացել է, որ կին իրեն դիտում է որպես միայն գումար վաստակող, ինքն էլ պարզապես իր հարմարավետ կյանքով է ապրում, իրեն առանձնապես չի օգնում, չի սատարում, սերել չկա։ Եվ թողել հեռացել է, ինքը իր ճանապարհն ընտրել գնացել է։ Անկախ նրանից թե ինչ եղել է եւ այստեղ կինը բխանակ ոչ թե այստեղ ասեմ հիասթափված է, որ տղամարդը իրեն թողել գնացել է, այլ ուղղակի ափսոսում է, միգուցե ափսոսում է սխալների համար, որ տղամարդուն միգուցե ավելի ուշադիր պետք էր լիներ, միգուցե մի քիչ ավելի հոգատար լիներ, մի քիչ ավելի քիչ երևի այսպես ընկներ ֆինանսական կամ հարմարավետության հետևից չծախսեր այսքան գումար, միգուցե ամեն մարդ կյանքից դաս է առնում, երկուսն էլ դաս են առնում։ Ընդհանրապես ես գիտեմ, որ զույգերի մեջ երբեք միակողմանի չի լինում, հայ սխալները երկու կողմից էլ լինում են։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ այս ճանապարհը երկուսի համար էլ դրական է լինելու։ Ես ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ։ Ինչ չի, որ հաճելի բաներ եմ տեսնում եւ հաճելի բաներ եմ ասում, բայց նորից եմ ասում, կարտերը ինչ ցույց տալիս են, այն էլ ասում եմ։ Ես այստեղ կարող եմ ասել երկու կողմի համար էլ, երկուսն էլ կարող են։ Տղամարդը իր հաճույքների համար գնացել է, կամ տղամարդն կնոջը լքել գնացել է, դե լավ չի։ Մյուս կողմից տղամարդը գնացել է, որտեղ հոգնել է, աշխատում է եւ չի գնահատվում եւ նոր կյանք է փնտրում։ Դրա համար այս ճանապարհը երկուսի համար էլ պետք է աշխատի։ Տղամարդը հոգնել թողել գնացել է, ընտրությունը կատարել է, կինը մնացել է մենակ, մի քիչ կտխրի, մի քիչ կնեղվի, մի քիչ դասեր կառնի այս իրավիճակից եւ մյուս անգամ գնահատի միգուցե իր տղամարդուն եւ ինքն էլ իր ճանապարհը պետք է ընտրի։ Երկուսն էլ պետք է ճանապարհ ընտրեն եւ գտնեն կյանքում իրենց ճանապարհը։ Ասացի եւս մեկ կարտ եմ ուզում բացել, կարտերը խառնեցի, վերջում դուրս եկավ արև։ Արև էլի երկուսի համար էլ տվյալ դեպքում, այսպես շատ քիչ է լինում, բայց տվյալ դեպքում սա երկուսի համար էլ լավ է, տեսեք, եթե այստեղ պարզապես ֆինանսական հարմարավետության մասին է, այստեղ չի կարող լինել երջանիկ ընտանիք։ Եղել է ուղղակի հարմարավետ կյանք, իսկ միգուցե երկուսիդ համար էլ հիմա շանս է գտնեք երջանկություն։ Արևը շատ լավ է։ Շատ լավ է։ Երկու ծաղիկ եմ տեսնում, թող դա խորհրդանշի, որ երկու ծաղիկներ կհանդիպեն։ Այսինքն այստեղ եւ կնոջ համար կլինի նոր կյանքի հնարավորություն, ստեղծելու նոր կյանք, նոր մարդու հանդիպելու, այս անգամ կգնահատի, եթե ես ճիշտ գուշակի, ում որ վերաբերում է ամենայն դեպս։ Այն կինը, որ չգնահատեց ամուսինը հեռացավ, պարզապես ֆինանսի վրա եւ ծախսելու վրա էր, ամուսին աշխատում էր, ինքը ծախսում էր։ Հիմա արդեն ինքը կյանքից դաս առավ եւ ավելի ամուր ամուսնություն, ավելի ամուր, այսպես ասեմ, միություն կլինի իր տղամարդու հետ, նոր մեկի հետ, երբ հարաբերություններ սկսի։ Տղամարդն էլ հասկացավ, որ չի կարող կնոջը շռայլ այսպես երես տալ եւ միայն գումարներով, նվերներով, չգիտեմ, այստեղ ռեստորաններով, հա, մանտալով, ծախսելով, ինքը այլ պետք է, այսինքն պետք է ընտրի այնպիսի կին, որը նաեւ սիրում է իրեն։ Եվ ավելի է գնահատում իր ջանքերը եւ իր արածները եւ ավելի ներդրում ունի իրենց համատեղ կյանքում։ Երկուսի համար էլ արև է, ես նորից եմ ասում, չեմ ուզում միակողմանի դատել, երկուսի համար էլ լավ կլինի իրականում։ Եվ ես սրտանց ցանկանում եմ։ Միշտ չի այդպես, մարդիկ հանդիպում են, ինչ-որ բան չի ստացվում։ Դե հետո ինչ։ Ամեն մարդ իրավունք ունի երջանիկնելու անկախ տարիքից, անկախ, այսպես ասեմ, իրավիճակներից։ Ես այս դեպքում տեսնում եմ, որ սա իրականում միայն դրական է։ Զարմանալի այդպես էլ է լինում, բայց պարզվում է, որ լինում է։ Ես երկուսին էլ երկու կողմին էլ ցանկանում եմ երջանկություն, ինչը որ կարտերը ինձ ցույց են տալիս։ Այսքանը։